ռուս-թուրքական պատերազմի հետևանքով այնտեղ ապրելակերպը դարձել է շատ դժվար ու գաղթի տարիներն են եկել են պատահական հասել սայլերով Ախուրյանը անցել են մեր գյուղացի կոնկրետ մնացել են դեղ 2 տարի հետո այս Խարախաչ կոչվող սարով տեղափոխվել են հաստատվել են այստեղ քշին եկան հասան լեռան մայրական շունչը զգացին հյուսիս սարերով շրջապատ հարավն առած սարահարթ աչի ծառու ձախի ծառու մեղմ ընթացքով ու հանդարտ վերևն արոդ ալպյան կոդի ներքևն առատ մարկագետին սա է մեր տուն ասա բարոն Վիրահայոց լեռների երկրորդ առաջինը բանն է այդ լալվարն է բարձրությամբ երկրորդը լոքն է 2045 մետր բարձրություն Իդալը տուն ասավ մխոն բան ու գործից խիստ հոգնած Առաքել է իրեն հատուկ քթի տակ լուր քնձղտած տներ նոնի մանցին լավը աչքս կարոդ առավետ Իդա բունը ճնջղուկի բուն Ֆարսի լեզվով սարճապետ Պարսկերեն սարճապետ նշանակում է ծտի բուն, ճնջղու բուն Ես զորավիկ դառնակյանքում պատմությունը լոկամբերտ Նրա ծոցում խաղաղ ապրող գյուղերի գյուղ սարճապետ Դու գրիչը նվիրեմ քեզ գիրքը Հա, մեծ սիրով Կաթոլիկներ են եղել եւ որոշել են գյուղում հիմնել իրենց աղոթատեղին եկեղեցին, որը ընդունված է եղել ու մնում է մեր ժողովրդի կյանքում, այն ներքևում խաչ կար, մեծ խաչ կար, այդ խաչի մոտ քարանք է եղել, այս քարը հենց գյուղի տարածքից է հանված, տեղափոխել են սայլերով եւ 1913 թվականին կառուցել են այս եկեղեցին։ Շենքը կառուցել են այդ վարպետները եղել են հույներ։ Մեր մոտիկ այնտեղ Ստեփանովանի շրջանում հույներն ապրում են Յաղդան կոչված գյուղը, այդ վարպետները այնտեղից են եղել։ Եվ եկեղեցին մինչև խորհրդային հաստատվել է, որ եկեղեցիներն արդեն դարձնում էին պահեստ, սա էլ նույն բախտին է արժանացել։ Ուզում ենք, որպեսզի վերականգնվի սա, թե ինչ միջոցներով փնտրում ենք։ Սարճապետիները իրենց բնավորության մեջ հիմնական բարությունն է իշխում։ Հյուրընկալությունը ծայրեի ծայր։ Բոլորն ով ում տեսնում է հրավիրում է տուն, ծանոթանում է, ընկերություն անում ու այդպես։ Գյուղի ջահելները քաղաք տեղափոխվում, Երևան են գնում, Ռուսաստան, ովքեր աշխատում են, ովքեր մնացել են այնտեղ։ Այն ժամանակ այդ խոպան արտահայտությունը շատ տարածված էր, չէ՞։ Գնում էին աշխատում, գարնանը գնում էին, աշնանը վերադառնում։ Հիմա գնում են ու մնում են այնտեղ։ Սրտի ցավով եմ ասում, բայց ինչ, ընտանիքն է տանում, այո։ Այս տարածաշրջանի Ստեփանովանից ու այս կողմ մի քանի 17 գյուղը թե ինչ չէ, համբարձումը նշում են այստեղ։ Սուրբ Լեռը, ովքեր ինչ երազներ ունեն, բարձրանում են, կատարում են այդ երազները։ Գիտեմ, որ Ֆրանսիայից եկավ այդ անունը, ֆրանկներ, ովքեր որ դավանեցին այդ բանին, կրոնի այդ ճյուղին, կոչեցին ֆրանկներ։ Իրենցից առաջ տեղ ապրել են մարդիկ, որովհետև այս եկեղեցու մոտ բաներ կային եւ այլ, երբ որ քանդում էին այն ջրագիծն անցկացնելիս գազատարի բանը քանդելիս բանը կմախքի մնացորդներ մեծ դուրս էին գալիս։ Այնտեղ ասում են, որ ինչ որ թունել է եղել եւ այլն։ Այդ երեխեք նոր տարման տնակ էին սարքել, կախել էին, կամաց
իրեն քանդվում է։ Սա մեր տունն է, սա մեր բակն է, սա մեր թորն է, Սիփանը տղաս է, սա մեր կադունը։ Անասուն մորտել ենք եղածը, իմ ես երկու կերած խմած գոջիներ են։ Էսի այդ մորտած անասունի սուջուխն է։ Սա թոնիր է, վառում ես, բուխանկեկը դնում ես մեջը, հաց ես թխում։ Սա էլ խաղողը լցնում ես, գինի ես սարկում։ Երուխումից առած պիտի պատրաստվես, ուտես խմես, էլի ես եմ անում, տակ։ Ատու, դաստուր մաչու, գունար։ Կերավ։ Կերավ։ Հա։ Մուկուդի։ Հրաշք գինի ասա տանը։ Էդ էլ հորած բանիրն է։ Շատ ուրախանում եմ, երբ որ տեսնում եմ մարդիկ, որոնք բարի ոտքով ներս են մտնում օջախ եւ ասում են, որ բոդներս բարին լինի։ Բարով տեսանք։